Աստված ամեն մեկից տալիս է փորձություն մեր կարողացած իջաբով։ Մենք ամեն մեկս այդ ծանրաձողին դրնում ենք այն քաշը, որը մենք կարող ենք տանել։ Բայց դա չի նշանակում, որ Աստված քեզ չի տա ավելի քաշ։ Գիտեք, Աստված տալիս է մեզ ավելի շատ քաշ, որպեսզի մենք բարձրացնենք, բայց գիտեք այդ ժամանակ ինչ է անում։ Եվ դու որ 6 ամիս առաջ մտածում էիր, որ արդեն կխելագարվես այս խավարում, արդեն 3.5 տարի է անցել։ Գիտես ինչու։ Որովհետև Աստված օգնում է քեզ, օգնում է։ Բոլոր են մարդիկ, ովքեր պատմություն կերտեցին այս աշխարհի մեջ, նրանց պատրաստությունը անցավ խավարի մեջ։ Նրանք այդ ժամանակ ծածուկ էին, երբ Աստված պատրաստում է քեզ խավարում, ոչ մեկ դա չի տեսնում եւ ավելին դու էլ դա չես տեսնում։ Դու ուղղակի գուցե հարցեր ունես, թե ինչու եմ ես այս ամենի միջով անցնում, իսկ ուրիշներն էլ ոչ թե հարցեր ունեն, այլ պատասխաններ ունեն քեզ համար, որովհետեւ դու մեղք ես գործել։ Ճնշումը ամեն բան որոշում է։ Ճնշումից է կախված ջուրը, ինչպես կհորդի։ Ճնշումն է ջուրը բերում։ Կրակն է, որ մաքրում է ոսկին։ Կրակը ոչ միայն մաքրում է անհատներին, կրակը մաքրում է նաև եկեղեցին։ Ճնշումը մաքրում է եկեղեցին։ Աստված ճնշումն է օգտագործում, խավարն է օգտագործում, կրակն է օգտագործում մաքրելու համար, ոչ թե օրհնությունները, բարգավաճումը, երջանկությունը, կրակը։ Անգամ իժը դուրս եկավ կրակից, երբ որ բռնեց Պողոս առաքյալի ձեռքը։ Կրակն է որոշում, ճնշումն է որոշում, թե ինչպես է Աստված պատրաստվում մեզ գործածել։ Դրա համար, երբ որ նայում ես քո կյանքին, երբեմն այնքան էլ հետաքրքիր չի, թե դու ինչքան շատ խոստմունքներ ունես քո կյանքում։ Դու կարող ես նայել, թե ինչով ես դու անցնում։ Ինչով ես դու անցնում։ Որտեղ ես դու պատրաստվում։ Եվ նայելով քո պատրաստության վայրին, կարող ես հասկանալ, թե որքան հեռուն է Աստված պատրաստվում քեզ տանել։ Հովսեփն անցնում էր չարչարանքներով, տառապանքով։ Մեզանից շատերն էլ հիմա գտնվում են մի տեղում, որտեղ գուցե քեզ համար բացի հարցերից ուրիշ ոչինչ չկա։ Ինչու։ Ինչու Տեր Աստված։ Ինչու եմ ես անցնում։ Երբ որ ես մի փորձությունից դուրս էի գալիս, իմ մոտ տպավորություն էր, որ ինձ էլ ոչինչ չի զարմացնի։ Հաջորդ անգամ, երբ որ ես հայտնվեմ փորձության մեջ, ես արդեն հաղթական հավատքով կգնամ։ Եվ Աստված ինձ զարմացնում էր։ Հայտնվում էի այնպիսի փորձության մեջ, որ դարձյալ նույն հարցն էր. բա սա ինչու։ Ու ես այդ ժամանակ սկսում էի հասկանալ Իսրայելի ժողովրդին։ Որովհետև երբ էր Իսրայել ժողովրդի միջից դուրս գալիս այն, ինչ որ կար, այն, ինչ իրականում կար մարդու ներսում։ Միթե այն ժամանակ, երբ որ Աստված բացեց Կարմիր ծովը։ Նրանք անցան, դուք պատկերացնում եք, ծովը բացվել է, մեջտեղից կիսվել է, երկու պատեր են։ Դրա համար էլ է համարձակություն պետք անցնել, բա որ հանկարծ փակվի։ Բայց անցան։ Բայց այդ ժամանակ ոչինչ հասկանալի չէր Իսրայել ժողովրդի կյանքում։ Երբ որ Աստված նրանց ջուր էր տալիս եւ հաց էր տալիս, ոչինչ հասկանալի չէր։ Բավական էր նրանք հայտնվեին անապատում եւ մի քիչ ծարավ զգային։ Մի անգամից ամեն բան պարզ էր դառնում։ Ինչու էր Աստված ասում գնացեք անապատ, որպեսզի ինչ անեք։ Երկրպագեք։ Փարավոնին ինչ ասաց։ Գնում ենք անապատում ինչ անենք։ Երկրպագենք։ Երկրպագության լավագույն
տեղը անապատն է։ Եվ ես ձեզ ավելին ասեմ, անապատից դուրս գալու միակ ճշմարիտ բանալին երկրպագությունն է։ Դերեկ Պրինսն ասում էր, 3 տարի պահանջվեց, որ ես դադարեմ անապատում տրտնջալ։ Եվ ասում եք, գիտեք ինչ տեղի ունեցավ, երբ որ ես դադարեցի անապատում տրտնջալ, ես դուրս եկա անապատից։ Իրական երկրպագությունը տեղի է ունենում խավարում, ոչ թե լույսի մեջ։ Եվ երկրպագությունը իրական բանալին է խավարից դուրս գալու համար։ Այս աշխարհում էլ կային մարդիկ, ովքեր որ իրենց կյանքով պատմություն կերտեցին, վկայություն թողեցին ամբողջ աշխարհի համար, ազգեր փոխեցին։ Ինչպես կարող ենք առաջինը չնշել Տեր Հիսուսին, ով անցավ բոլոր մարդկային փորձություններով առանց մեղքի եւ աշխարհի փրկության պատճառ դարձավ։ Պողոս Առաքյալը իր կյանքում ավելի շատ օրհնություն տեսավ, թե հալածանք։ Պողոսը չգիտեր բարգավաճման օրենքները։ Պողոսը չգիտեր ինչպես հռչակեր Հիսուսի անունը, երբ որ նավը պիտի խորտակվեր։ Չգիտեր այդ գաղտնիքները։ Թե հավատքի ուսմունքը չգիտեր։ Բայց նա հոժարակամ գնում էր, փոթորիկին գնում էր դեմ հանդիման։